Մեկ դրամով վարչապետ աշխատելու ցանկություն ունեցող Կալուգացի Սամոյի թիմը շարունակում է ընտրակաշառք բաժանելու նախկինների հին ու բարի ավանդույթը։ Այն նախկինների, որոնց հետ իրենք կապ չունեն, չեն համագործակցելու, միայն ցուցակում են որոշներին տեղավորել, նախընտրական շրջանում են նրանց չարչրկված մեթոդներից են օգտվում։ Սամվել Կարապետյանի եղբայրն օրինակ այլևս շաքարավազ չի բաժանում, առաջվանը չի։ Քայլերթի շտուրմանն այժմ ջիպի ստոյկային կանգնած է ներկայանում լայն հանրությանը։ Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց հակակոռուպցիոն կոմիտեն արդեն մի քանի բացահայտում է արել բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու, հանրավաքին ծափ տալու համար փող, տելևիզոր, շալվար, քյաբաբ ու կոլա բաժանելու մասին։ Հենց այսօր էլ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Ավանի Ուժեղ Հայաստանի գրասենյակից ընտրակաշառք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մամուլում այսօր հայտնվեց նաև տեղեկություն այն մասին, որ Կալուգացի օլիգարխը միայն Հայաստանում չէ, Ռուսաստանում էլ ընտրակաշառք բաժանում, այն պայմանով, որ այնտեղ բնակվող մեր քաղաքացիները ընտրություններից առաջ պետք է ժամանեն Հայաստան ու ընտրեն Կարապետյանին։ Շատ դեպքերում ընտրակաշառքի արժեքը հասնում է մինչև 100,000 ռուբլի։ Տեղեկության համաձայն հայաստանյան իրավապահների ձեռքում հայտնվել է Ռուսաստանում Սամվել Կարապետյանի համար ընտրակաշառք բաժանողների ու վերցնողների ցանկը։ Ըստ հրապարակման բացառված չէ, որ Հայաստան ժամանելուն պես նրանք կձերբակալվեն։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դիմում է արտերկրի մեր հայրենակիցներին։ Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել եւ դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ որ դուք գաք Զվարթնոց օդանավակայան, դուք անմիջապես ձերբակալվելու եք, որովհետեւ ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է եւ մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վստահ է ընտրակաշառք բաժանողներն ակնհայտորեն չունեն հանրության աջակցությունը։ Նրանց մնում է միայն փող բաժանելը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է, ընտրակաշառք վերցնելը եւս քրեական հանցագործություն է։ Դες ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ բանտի կներեք արտահայտությանս համար պուտյովկա։ Էս է իրականությունը, հարգելի քաղաքացիներ։ Ակնհայտորեն Կալուգացի Սամոյի թիմը հասկանալով, որ ընդհանրապես չկարողացան գեներացնել օրգանիկ հանրային աջակցություն, քաղաքացիները պարզապես չհավատացին նրանց հեքիաթներին, չգիտեմ ինչերին, հասկացան, որ նրա կուսակցությունը ընդամենը ռեբրենդինգ արված հանրապետական կուսակցությունն է նույն Սերժի Մատորով չաջակցեցին նրանց։ Ու հիմա նրանց մնում է միայն մի բան, ինչը եւ տեղի ունենում նրանց մի շարք գրասենյակներում կաշառել քաղաքացիներին, ծեծել քաղաքացիների դռները կամ հեռախոսով կամ այլ եղանակով կապ հաստատել նրանց ու նրանց առաջարկել ինչ որ գումար նրանց օգտին քվեարկելու համար, ասենք 100,000, 200,000, 50,000, բայց այստեղ հարցը այն է, որ այդ մարդիկ ձեզ գումար չեն առաջարկում, սիրելի քաղաքացիներ, նրանք ձեզ առաջարկում են հստակ բանտի պուտյովկա, որովհետև մեր քրեական օրենսգրքով ընտրակաշառք վերցնելը եւս քրեական հանցագործություն է, ու եթե պարզվի, որ դուք նման բան եք արել, իսկ եթե դուք անեք դա միանշանակ կպարզվի, մեր իրավապահ մարմինները պարտավոր են լինելու ձերբակալել, բերման ենթարկել, հարցաքննել գումար վերցրած ընտանիքի օրինակ բոլոր անդամներին։ Հետո էլ եթե մեղքը ապացուցվի, նրանք ամենայն հավանականությամբ կուղևորվեն բանտ մինչև 7 տարով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։